Բարև ձեզ բարեկամներ, որը չորեքշաբթի նշանակում է, որ մեր տաղավարում մենք այսօր իհարկե համաձայն նախնական պայմանավորության հյուրընկալել ենք մեր շատ սիրելի աստղաբան, կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, բարև ձեզ, սիրելի հետևորդներ։ Իգին Գայանե, ինչպես միշտ դուք իհարկե այսօր էլ շատ հմայիչ եք, շատ հաճելի, բայց հարցերը, որը ես պիտի ուղղեմ, կարծում եմ շատ կարևոր է։ Ինչից պետք է զգուշանալ նոյեմբեր ամսին, այսպիսի մի հարց ձեզ։ Նոյեմբերը շատ կարևոր ամիս է, շատ դրական մոլորակային դիրքավորումներ կան։ Ասեմ ձեզ, որ Սատուրն եւ Նեպտուն մոլորակները կրկին գտնվում են ձկների կենդանակերպում։ Իսկ ձկները դա էմիգրացիան է, պարոն Ղուշյան, եւ ես ԱՄՆ-ից ահազանգ եմ ստանում, որ մեր քաղաքացիներին ուղղակի այնտեղ կամ մեկուսացման վայրեր են տանում, կամ ստիպողաբար, այդպես, հա, ըստ այդ մոլորակային դիրքավորումների նրանք ստիպված են լքել այդ երկիրը, որտեղ ապրում են։ Իհարկե այն անձիկ, որոնք կարգազանց չեն եղել։ Սատուրնը նաև համբերատարության մոլորակն է, աշխատասիրության մոլորակն է, նրանց հնարավորություն կտրվի շարունակելու իրենց կյանքը այն երկրում, որտեղ իրենց համար ցանկալի է։ Եվ նաև սիրելի հետևորդներ, շատ կարևոր մոլորակային դիրքավորում կա, դիրքավորում այն առումով մոլորակն իրար հետ դիրքեր ունենում են, դրանք հարաբերակցություններ են, բայց նաև շատ կարևոր այսպիսի մոլորակի դիրքի փոփոխություն կա։ Դա նոյեմբերի 9-ից 29-ը Մերկուրու մոլորակի նահանջ շարժն է աղեղնավորի կենդանակերպից դեպի կարճի կենդանակերպ։ Հենց այդ ժամանակահատվածում, այդ 21 օրվա ընթացքում, չնայած նա աղեղնավորից գալու է 20 աստիճան դեպի կարիճ, բայց այդ ժամանակահատվածում վտանգները ավելի կշատանան դեպորտացիայի, էմիգրացիայի, ովքեր իրենց թղթերը կարգին վիճակում չեն, խորհուրդ չեմ տալիս շատ հանրային վայրեր գնալ, կարգավորեք ձեր գործերը, դիմեք համապատասխան մարմիններին, նաև դիմեք այն անձանց, այն մասնագետներին, որոնք հենց էմիգրացիոն գծով են աշխատում, որպեսզի կարողանաք այդ 20 օրը հաղթահարել, հա, հետո երբ որ սկսեց առաջ գնալ, ավելի հեշտ կլինի։ Մերկուրին նրա համար նրա այն առումով է բարդ, Մերկուրու նահանջ ընթացքը կարող են կորել փաստաթղթեր, Մերկուրին աղեղնավորում է, փաստաթղթեր, որոնք կապված կլինեն արտերկրի հետ, բուհական ծրագրերի հետ, եթե մեկնում եք արտերկիր մանավանդ աղեղնավոր երկվորյա կույս եւ ձկներ, եւ ձկներն էլ թող ուշադիր լինեն, անպայման ձեր փաստաթղթերը ստուգեք, անձնագրերի ժամկետները ստուգեք, ուշադիր եղեք սիրելի աղեղնավորներ, որպեսզի ձեր անուն ազգանունը ճիշտ գրվի կարևոր գործակների ժամանակ, որտեղ հենց Մերկուրին ձեր առաջին տանն է, ձեր ինքնության տանն է նահանջելու։ Բանալիները ուշադիր եղեք այդ սահմանային անցման։ Հիմա վախեցնում եմ, գիտեք, մեր հետևորդների, չէ, ես զգուշացնում, բայց չեմ վախեցնում։ Մեր հետևորդները այնքան վախեցած են։ Չէ, ես միշտ դրական չի եղել, իմ հաղորդումները միշտ դրական եւ ընթացք եւ ավարտենից է, բայց զգուշացնում եմ, որ բանալիները, որ անձնագրերը վերջերս շատ հայտնի իմ ճանապարհորդողներից մեկը, որը երևի արդեն 100 երկիր անցել է, այնպես է լինում, որ գնում է օդանավակայան, անձնագիրը բացում են, պատյանի մեջ աղջկա նկարը, աղջկա անձնագիրը։ Մի քանի օր առաջ երեխան խաղում է եւ այդ անձնագիրը դնում է պատմոր այդ անձնագրի փոխարեն։ Այնտեղ վերջի րոպեին թռիչքի ինչեւ է կարգավորում է։ Իմ զգուշացումը նրանում է, որպեսզի ուշադիր լինեն, այդպիսի հարցեր չլինի։ Ի վերջո արդեն իմ տուրիստներից, հետևորդներից նրանք արդեն արտահայտում էին բարդ մոլորակային դիրքավորումով թռել են եւ գրեց, որ արդեն իսկ մենք վայելում ենք ծովը։ Այնպես որ եթե ունեք ճանապարհորդություն, եթե ունեք կարևոր գրագրություն, խոսակցություն, ապա այդ ամենը կատարեք գրավոր, բանավոր խոսքի ժամանակ, սիրելի հետևորդներ, դուք չեք կարալու ապացուցեք, իսկ գրավորի դեպքում մանավանդ էլեկտրոնային այդ նամակների միջոցով ուղարկված տեղեկատվությունը դրանք հաստատուն կլինեն եւ դուք կարողանաք ապացուցել ճշմարտացիությունը, եթե այդպիսի իրավիճակներ լինեն։ Այսքանը եւ նաեւ ովքեր առաջին հարցադրումը որն էր։
Ինչ ինչից պետք է զգուշանալ։ Որտեղ մենք էլի հարցադրում ունենք, առաջ չանցնեմ, հենց այդ ամենից պետք է զգուշանան, զգուշացեք ստահոդ լուրեր տարածող մարդկանցից, եթե համացանցում տարածվում է ինֆորմացիա, որի սկզբնի աղբյուրը ճշտված չէ, ապա մի հավատացեք, որովհետև այդ ժամանակահատվածում ստերը, խաբկանքները, խաբեությունները շատանալու են։ Հաջորդ հարցը, իսկ ովքեր կարող են ունենալ մեծ հաջողություններ, շատ մեծ։ Շատ կարևոր թեմայի մասին ենք խոսելու, դրա մասին շատ թեթև ակնարկ արեցի հաղորդմանի սկզբում, բայց հասկանալով, որ այդ հարցադրումը մենք կունենանք, սիրելի հետևորդներ, 84 տարի հետո է այսպիսի դրական դիրքավորում լինելու եւ 7 անգամ 12, այսինքն 7 անգամ 12-ը 84 տարիներ չէ։ Երկու կարևոր մոլորակային դիրքավորումներ, Ուրանը անցնելու է, անցել է նոյեմբերի 11-ից ցուլի կենդանակերպ, ճիշտ է, այն բարդ կյանքում բարդ իրադրություններ է բերում մանավանդ ֆինանսաբանկային, ֆինանսների հետ կապված, օնլայն ֆինանսական այդ համակարգերի հետ կապված վերջերս նկատելի են այդ շրջանակներում մանավանդ այն ցուլերը, որոնք ծնվել են մայիսի 20-ից 19-ից 22-ի 23-ի արանքում, այն կարիճները, որոնք ծնվել են հենց այդ ժամանակահատվածում նոյեմբերի 19-ից 22-23, այն առյուծները, որոնք ծնվել են օգոստոսի 19-ից 22-23 եւ այնտեղ ջրհոսները, հա, փետրվարի համապատասխան ժամանակահատվածում։ Դուք մի քիչ ուշադիր եղեք ձեր ֆինանսներից, որպեսզի անսպասելի չկորցնեք, բայց այծեղ ջուր, ցուլ, կույս կենդանակերպերին եւ նաեւ ձկներ եւ խեցգետին, այդ կենդանակերպերի հենց այդ ամիսների մոտավորապես ամսի 20-ի ծնվածները կունենան մեծ հաջողություններ։ Եվ շատերի մոտ հանդիպում եմ երեխաներ, ձկները քանի հոգի արդեն իսկ անսպասելի երեխաներ են ունեցել, թող ուշադիր լինեն առյուծները եւ ջրհոսները այս արանքում, եթե դուք օտարերկրյա ճանապարհորդության մեկն եք, հետ եք գալու եւ տեսնելու եք անսպասելի կրկին երեխաներ կան եւ ֆինանսական հաջողություններ, որոնց կրկնվելու հավանականությունը 84 տարի մեկ է։ Կարևոր ֆինանսական գործարքներ կարող եք կատարեք եւ դրա ժամկետները արդեն իսկ լրանում է դա 2026 թվականի փետրվար ամիսն է։ Փետրվար ամսից Ուրանը վերջնականապես կանցնի, ես այստեղ նայեմ ու ասեմ, վերջնականապես կանցնի երկորակի կենդանակերպ, նա արդեն կակտիվացնի ինտելեկտուալ աշխատանքով զբաղվող այդ բիզնեսները անձանց գործունեությունով, ովքեր համացանցում են ակտիվ, բայց հենց այս պահին ֆինանսական ճիշտ ներդրումները կբերեն ձեզ մեծ հաջողություններ, մանավանդ նոյեմբերի 6-ի ֆինանսական այդ բոլոր գործարքները։ Հետո ժամանակավոր մինչև նոյեմբերի 29-ը դադար տվեք, եւ այդ ժամանակահատվածից սկսված մոտավորապես 2-3 ամիս մեծ ֆինանսական հաջողությունների ժամանակահատված է։ Կրկին նշում եմ, ցուլ, այծեղ ջուր, կույս, ձկներ, խեցգետին որոշ չափով կարիճները, եթե նրանք ավելի լուրջ են մոտեցել իրենց ֆինանսական միջոցների։ Այսքանը։ Շատ կարևոր խորհուրդներ եք տալիս, Տիկին Գայանի, եւ ես կարծում եմ մեր ունկնդիրը իհարկե հասկանում է, որ այսօր հենց այնպես չի մեր աստղաբան, հոգեբանը, կառավարման հոգեբանը այդ հարցերին անդրադառնում։ Դե հիմա չխախտենք ավանդույթը եւ անցնենք աստղաբանական քարտեզին։ Այո, պարոն Ղուշյան, ես միշտ գրել եմ, միշտ այստեղ խորհուրդում եմ այն քարտեզներն ենք դիտարկելու, որոնց մեջ ամբողջական տեղեկատվություն կա եւ դա ծննդյան տարի, ամիս, օր, ժամը, Եվրոպեն եւ ծննդավայրը, բայց կոմենտներում մեկնաբանություններում այսպիսի մի մեկնաբանություն կարդացի, որ իզուրել գրում եք, ձեր քարտեզները չեն հաշվելու։ Ես անձնականով դիմել եմ նրան դրամական պահանջները ներկայացրել։ Հարգելիներս, հստակ նշվում է, որ այս TV, YouTube-յան հարթակի փակ TV-ի շրջանակներում բոլոր կատարված հաշվարկները եւ մեկնաբանությունները տրվում են անվճար հիմունքներով եւ պատահականության սկզբունքով։ Իմացեք, այստեղ ամեն ինչ արդար է։ Իսկ ձեր վատ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Դե սկսեք, լավ, պատահական սկզբունքով։
Սամվել Պատվականյանին եմ ընտրել 17/08/2007 թվերը շատ հետաքրքիր էին, մանրամասն նկարագրել էր Սյունիքում է ծնվել, քաղաքն էր նշել եւ նույնիսկ ծննդյան ժամը րոպեն 23:55, այսինքն ամսի 17-ի այդ մի փոքր հատվածում, հա, երեխան լուսնային 6-րդ օրն է ծնվել, մոլորակների շատ մեծ կուտակում գտնվում է առյուծի կենդանակերպում, երեխան ծննդյան տվյալները, չգիտեմ, արքայական ընտանիք է թե չէ, կարծում որ էլիտար ընտանիքից սերված այդ անձնավորություն է, մի քիչ մեծամտություն կարող է տալ նրա մոտ անձնային գծերում եւ մի փոքր նարցիսիզմ, որովհետեւ մոլորակները դրան են տանում ենթադրում եւ ազատության ձգտում հայր ծնողից, չգիտեմ, հայրը ազդեցիկ է թե ոչ, բայց ձեր տղան էլ կարող է այնպիսի միջավայրում աշխատել, մասնագիտություն ունենալ, ազդեցիկ մարդկանց առյուծի կենդանակերպը դա քաղաքական գործիչներն են, այս մոլորակային դիրքավորումները տանում են նաեւ հեշտ կյանքի, ճոխությունների, բոլոր զվարճանքի կենտրոնները, այն վայրերը, որտեղ շրջանառվում են մեծ գումարներ, դրանք կարող են լինել մեքենաների բիզնես, դրանք կարող են լինել թանկարժեք իրեր, այստեղ ադամանտ, ոսկի, բոլոր այն կառույցները, որոնք մեծ ֆինանսական այսպիսի շարժեր ունեն։ Ձեր տղան Լուսինը կշարքի կենդանակերպում որքան որ նարցիս է, կարծում եմ, որ բավականին գեղեցկատես եւ բավականին ճկուն է, հա, Վեներան Մերկուրին առյուծում լավագույն ընտանիքի աղջկա, եթե որևէ մեկին հավանեց սիրեց, ուրեմն իմացեք լավագույն ընտանիքի այդ դուստր է լինելու, բավականին ճկուն է, ես կարծում եմ, որ շրջապատում գեղեցիկ աղջիկներ կան, Սեթևեթում է, հա, 2007 թվական։ Նաև դատաիրավական համակարգը, մայրը երևի ցանկանում է, որ իր տղան դառնա դատավոր։ Եթե համապատասխան կրթությունը նա ստանա եւ այդ կրթությունը ես տեսնում եմ, նրա մոտ Յուպիտերը եւ Պլուտոնը աղեղնավորի կենդանակերպում են, նա այնպես է ծրագրավորվել այդ անձը, որ գա այս երկիր, պետք է իր ուսումնառությունը ստանա հայաստանյան եւ համաշխարհային լավագույն բուհերում, այստեղ գովազ չեմ ուզում անել, բայց Յուպիտերը աղեղնավորում, դրանք համաշխարհային այն բուհերն են, որոնց անունները մեծատառով է գրում եւ նրա ապագան այդ իսկ օրվանից կարող եք իմացեք, որ լավագույն ապագան է նրան սպասում։ Դատաիրավական համակարգ, դա արտաքին գործերի հետ կապված բոլոր գերատեսչությունները, նախարարություն, մինչև դեսպան, այո։ Այդտեղ Լուսինը կշարքում դատավորներն են լավագույն, որոնք արդարության սկզբունքով են առաջնորդվում եւ անպայման ձեր տղայի մոտ ծրագիր եմ տեսնում, նրա մոտ պետք է զարգացնեք արդարամտությունը, համեստությունը, որտեղ առյուծը 4 մոլորակ այնտեղ ճոխություն, ցոփուշվայտ կյանք, հաջորդ առանցքում, որ նա պետք է կանգնի թույլ մարդկանց կողքին։ Դատաիրավական համակարգը հենց նրա կարևոր մասնագիտական ձեռքբերումներից մեկը կարող է լինել։ Այսքանը, պարոն Ղուշյան։ Դե հրաշալի է, Գանը, ես իհարկե միշտ հաճույքով եմ ձեզ հյուրընկալում, ափսոս մեր ժամանակը շատ արագ է թռչում, բայց ինչ արած, կյանքն այդպիսին է, արագությունները այնքան աննկատ են ասում մեր ամեն ինչ, որ հազիվ հասցնում ենք վազել նրա ետևից։ Բայց ես նախընտրությունը տվեցի մեր Փակ TV հեռուստաընկերությանը, այո, այսօր Փակ TV օրն է, որքան էլ որ ժամանակը քիչ էր, ես նախընտրել եմ ներկա լինել այս հարթակում եւ օգնել մասնագիտական կողմնորոշում ստանալ մեր ապագա սերնդին։ Շերի բարեկամներ, մենք հերթական անգամ հյուրընկալել էինք աստղաբան կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանին, ում հետ ասեմ միշտ շատ էսպես հետաքրքիր է անցնում ժամանակը, չնայած որքան էլ արագ է այն թռչում, բայց Գայանեն իհարկե մեր լավ ընկերն ու բարեկամն է, մեր գործընկերը եւ մենք հաճույքով ամեն անգամ նրան կհյուրընկալենք։ Այսօր այսքանը, ցտեսություն։